Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 16-ի համար։ Քանի որ մի փոքր վատ առողջ եմ, մի պահ կանգ կառնեմ, այն տեսանյութերը կանգ կառնի, հետո նորից էլի կանեմ, կսկսեմ, երբ որ արդեն լավանամ, որովհետև այսպես ուրիշ ձև եմ խոսում, այնպես արդեն ուրիշ եմ։ Դրա համար շարունակեմ դեռևս օրվանը, մինչև որ լինի։ Կարողանամ նայել անել։ Եվ ովքեր որ հետո կմտնեն, միգուցե նաև տեսնեք, որ ուղիղ եթերում եմ լինելու։ Հայաստանի ժամանակով ժամը 8-ին եմ ասել, այնպես որ ցանկության դեպքում կարող եք մտնել, կարևոր բան եմ ասելու։ Ինձ թվում է ձեզ համար կարևոր է։ Այսքանը եւ կնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 16-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, նաև միգուցե օրվա ընթացքում պարկեք քնեք, հանգստանաք, ոմանց համար ինտիմ հարաբերություններ է, նաև հանդիպում ունեք այդ օրը, բայց հարցում հաղթանակած դուրս կգաք ինչ-որ մի բան ձեր օգտին կավարտվի և հուզվում եք, կամ արտասվում եք, այստեղ կարող է լինել երջանկության հուզմունք, արտասուք, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 16-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, պատվերներ գրանցեն, հարցազրույցի կարող եք գնալ, որտեղ գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն ունեք։ Նաև դա կարող է լինել հարցազրույց կամ բիզնեսի հետ կապված, ինչ-որ զրույց։ Դե ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կգան, ինչ-որ միտեղ եք երկար մնալու եւ դա ձեզ ուրախացնի, տրամադրությունը կբարձրացնի եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, հա մի բան կանգ առեք, նոր հետո։
Նաև այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք յուրաքանչյուր ամիս ձեզ հետ կատարվում են, այդ ամիս եւս կկատարվեն, եւ ինչ որ գործեր կանեք, կվերջացնեք, կավարտեք, նաև ինչ որ հարցերին լուծումներ կտաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակներին։ Ինչ է սպասվում եկորյակներին դեկտեմբերի 16-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օրը տան հետ կապված իրադարձություններ կարող են լինել, առիթ է, միգուցե տան հետ է կապված, ինչ որ բաներ են, ինչ որ պահեր են։ Նաև հանդիպում կամ շփում ձեզ համար շատ սիրելի մարդկանց եւ կարող հուզվել նաև իրենց տեսնելուց, միգուցե վաղուց չեք տեսել։ Նաև դա սիրահարվածություն է, դրա համար եք հուզված, այդ մարդուն եք տեսնում եւ հուզվում եք։ Հանկարծակի լուր այդ օրը կլսեք, հաղթանակած դուրս կգաք ինչ-որ մի հարցում, միգուցե գումարի հետ է կապված եւ գումար ձեզ կվճարեն։ Նաև հանկարծակի լուրը դա վերաբերվում է ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց թողնելուն, կարող եք իմանալ, որ ինչ-որ բան եք ձեր ձեռքից բաց թողել։ Եվ ժամը ձեզ համար կարևոր է։ Ժամին ուշադրություն դարձրեք, որպեսզի չուշանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին դեկտեմբերի 16-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ժամը ձեզ համար կարևոր է, ուշադրություն դարձրեք ժամին, որպեսզի չուշանաք։
Նաև ուրախության արցունքներ ունեք այդ օրը։ Հյուր կընդունեք կամ դուք կգնաք հյուր, գումար կստանաք, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, նաև այստեղ կամ ուշ եք քնելու կամ շուտ կամ կարող եք առավոտյան քնած մնալ։ Նաև ոմանց համար դա ինտիմ հարաբերություններ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կարիքներին։ Ինչ է սպասվում առուսներին դեկտեմբերի 16-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը սուտ կամ, նաև դե կարող է սուտ են խոսում, ինչ-որ մի բան չեն արել, երեխաների հետ կապված իրադարձություն է, միգուցե երեխաները ինչ-որ մի բան չեն ասում ձեզ, կամ ինչ-որ առիթ է պետք է գնաք, կամ դեռ երեխաների հետ տեղ եք գնալու, իրենց հետ կապված ինչ-որ հարցեր եք լուծելու, բայց է հարցում հաղթանակած դուրս կգաք, ճանապարհ եք գնալու, ոմանք կարող են վիճել, նաև ոմանք կարող են տուն մաքրել, որոշ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք այդ օրը, որոշումներ կկայացնեք, նաև նվեր կգնեք կամ նվեր կստանաք, այստեղ հնարավոր է երեխայի առիթ է, և նաև հույսով եք, հույսով լցված եք, հույսով սպասում եք, հույսնայել եք ինչ-որ մի բանի վրա, միգուցե դա է սուտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին դեկտեմբերի 16-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը կամ դուք եք նվերներ ստանալու, կամ ինչ-որ մարդկանց նվերներ կտաք, նորություն եք լսելու, ոմանք ունեն ժամադրություն սիրային, ոմանք պայմանավորվածություն իրենց սիրելի մարդկանց հետ, կամ սպասում եք
հիվանդանոցում կամ վայրիչաբժշկական կենտրոն է կամ կոսմետոլոգի մոտ եք կամ դեղատանն եք սպասում եք, որ բերեն տուն, օրինակ, եթե ինչ-որ հիվանդանոցում մեկը կար, կարող բերում են տուն։ Այդ օրը նաև հանդիպում շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, բայց նամակ կստանաք, տեղեկատվություն, գուցե այդ նորությունը ստանում եք նամակի տեսքով, SMS-ի տեսքով եւ նաեւ կողափաթեթ եք ստանում։ Ինչ-որ բան կարող եք ձեր ձեռքից այդ օրը բաց թողնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կշեռքների։ Ինչ է սպասվում կշեռքներին դեկտեմբերի 16-ին։ Հարգելի կշեռքներ, այդ օրը գումար եք ծախսելու, նաև ինչ-որ գործեր են մնացել, այդ դրանք կանեք կավարտեք օրվա ընթացքում, ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, սուտ կա այդ օրը, տհաճ պահեր են, սեղանի շուրջ եք նստելու, այնտեղ կարող եք վիճել նաև, կամ եթե ձեր տանն է այդ ինչ-որ սեղանին, դուք եք գցելու, ապա կարող տուն եք մաքրում, որպեսզի գան։ Եվ նաև հաջողություն ունեք այդ օրը ձեր գործերում, ձեր բիզնեսում, այն ինչ որ կանեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին դեկտեմբերի 16-ին։
Հարգելի կարիչներ, այդ օրը հեռախոսազանգ ունեք, դուք կզանգարեք կամ ձեզ կզանգարեն, հանկարծակի լուր կլսեք, հանդիպում կամ շփում ձեզ համար մտերիմ մարդկանց հետ, հաջողություն ձեր գործերում, նաև հույսով եք, որ հաջողություն կունենաք ձեր գործերում, միգուցե հաջողությունը նոր հույս է տալիս ձեզ, իրականում կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ, որտեղ տհաճ պահեր կան, նաև դա կարող է տուն եք մաքրում, որից իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն, գուցե վերջանում է դա, գումար կծախսեք, հա, կարող վճարում եք, օրինակ, այստեղ հարկ եք վճարում, վարկ եք վճարում, դե եւ տհաճ պահեր են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին դեկտեմբերի 16-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հաջողությամբ նվեր կգնեք կամ շատ լավ նվեր կստանաք, որը որ ձեզ շատ դուր կգա։ Նաև տատանվում եք, գուցե եթե նվերի հետ է կապված կամ ինչ-որ հարց է այստեղ տատանվում եք, ծանոթ թեթև եք անում ինչ-որ հարցեր։ Ոմանք հանդիպում կամ շփում կունենան իրենց ընկերոջ հետ, ոմանք էլ աշխատանքի կընդունվեն, շատ աշխատանք կունենաք, գուցե աշխատանքի վայրում են ձեզ նվերներ տալիս։ Հարցազրույց է, պետական աշխատող հետ կարող եք հանդիպել։ Նաև այստեղ տան հետ կապված իրադարձություններ են, որից որ կամ հիասթափվում եք, կամ տխրում եք ինչ-որ մի բան, այնպես չէ, ձեզ դուր չի գալիս, այնտեղ ինչ է կատարվում։ Նաև ինձ կարող է տան հետ է կապված, հա դա, ինչ-որ բան է, որը տանն է վերաբերվում, տան մասին է խոսքը։ Ինչ-որ գործեր չեք հասցնում անել, ավարտել, նաև վճարում ունեք այդ օրը կամ գումար կծախսեք ինչ-որ միտեղ, եւ նաև ինչ-որ բաներ ձեզ կերջանկացնի այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, դույցս երևի միացնեմ, մտցնեց, արդեն արևը գնաց։ Սովորի լավ է։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին դեկտեմբերի 16-ին։
Հարգելի աջակցություններ, այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ, նվեր կստանաք կամ դուք կտաք, միգուցե ծաղիկներ է, միգուցե ինչ-որ մեկ ուրիշ բան է։ Նաև հույս ունեք, որ ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց չեք թողնի, բայց կարծես թե բաց եք թողնում, կամ բաց եք թողնում, ոնց որ էլ հույսն եք կորում, որը նա գնաց այլևս ինչ-որ բան կախված է թե ինչ է սա նշանակում։ Ոմանք հյուր ունեն, կամ դուք կգնաք հյուր, նաև առիթի կարող եք հրավիրվել այդ օրը կամ դուք առիթ ստեղծեք եւ իհարկե ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ կատարվում են ձեզ հետ։ Յուրաքանչյուր ամիս այդ ամիս եւս կկատարվի, նաև վերջին մեկ ամսվա իրադարձություններ, որոնք որ դրանք կավարտվեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին դեկտեմբերի 16-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև ճանապարհ եք գնալու, կարող գնալ հիվանդանոց, ոչ թե կոսմետոլոգի մոտ, նաև մեկ այլ տեղ, ինչ-որ մարդիկ են նաև կարող գալ ձեզ մոտ։ Հուզված եք այդ օրը, նաև կարող եք արտասվել, նաև վիճում եք ինչ-որ մեկի հետ, միգուցե տուն եք մաքրում, ինչ-որ մարդկանց տեսնելու համար, որ գալիս են ձեր տուն, որովհետև այստեղ նվեր ունեք նաև, կամ դուք նվեր կստանաք, կամ դուք նվեր կտաք։ Եվ ոմանք կարող է այստեղ լինի հարաբերությունները եւ ձեր ընկերը, ձեր ընկերուին կամ դուք ձեր ընկերուհուն ինչ որ նվեր անեք։ Նաև կարող է պարկածեք, քնում եք, հա, կամ ուղղակի օրվա ընթացքում պարկածեք եւ ձեզ ինչ որ անակնկալ են անում, նվեր են բերում։ Հեռախոսազանգ ունեք այդ օրը եւ ժամը ձեզ համար շատ կարեւոր է, ժամին ուշադրություն դարձրեք, որ չուշանաք ինչ-որ մի տեղից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Որ ժամ եք վերցնում բժշկի մոտ։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին դեկտեմբերի 16-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը հուսով եք, որ ճիշտ ժամանակին կհասցնեք գնալ կամ ինչ-որ մարդիկ ճիշտ ժամանակին կգան, նաև նամակ կստանաք SMS, փաթեթ և հանդիպում կամ շփում ունեք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։